Ուրեմն այսօրվա մեր թեման, թե ինչ ենք մենք ուզում Աստծուց, բնականաբար շատ լայն ու ընդարձակ թեմա է ինքը իր ընդգրկումով, բայց մի կարևոր հենք ու խորք ունի, թե ինչիա պետք է այս թեմայի մասին խոսել, որովհետև ծաղկազարդը մեր ժողովրդական ընկալման մեջ ինքը Քրիստոսին Երուսաղեմում դիմավորելու օրինավորպես, ասենց ընկալվում, նշվում եւ մարդկանց մոտ մանուկների օրհնությունը նաեւ եւ այլն, երբ որ խորքը, հենքը մտավոր դառնում է զուտ ուրախության տոն, զուտ ուրախանալու տոն, մենք շատ ժամանակ կորցնում ենք այն հոգեվոր իմաստը, թե ինչի Սուրբ Հարության տոնից առաջ, մի շաբաթ առաջ, այս մեծ ձևով տոնվում է այս օրը, որովհետև շատ ժամանակ շատ մարդիկ անգամ Հարության տոներին չեն գալիս եկեղեցի, բայց ծաղկազարդին անպայման ուզում են գալ։ Եվ իհարկե Քրիստոսի մուտքը Երուսաղեմ ինքը ունի պատմական ու մարդկային նախապատմություն, թե ինչի էր հրեաների համար այդքան ուրախալի, որ Հիսուս Քրիստոս եկավ այդ օրը էշի ու էշի կուրակի վրա եւ ինչ էին ուզում անպայման, որ Քրիստոս թագավոր լինի, այսինքն թագավոր էին ընկալում որպես իրան։ Ուրեմն սկսենք նրանից, թե մեր կյանքը ընդհանրապես մենք ոնց ենք դասավորում ու ոնց ենք ձևավորում։ Եթե մենք մի բան անկեղծ լինենք ինքներս մեզ հետ ու հասկանանք, թե ինչ ենք մենք ուզում Աստծուց, այսինքն ինչ ենք փնտրում մենք Աստծո մեջ, մենք կտեսնենք, որ մենք Աստծուց հիմնականում ուզում ենք բաներ, որ Աստծո հետ այդքան էլ կապ չունեն, Այսինքն ինչ առումով կապ չունեն, որ մարդ-Աստված հարաբերությունները ու Աստծո մարդացումը, Աստծո մարդկանց մեջ բնակվելը նրա համար չի, որ մարդիկ սոցիալական բարեկեցություն ունենան, հոգեկան հանգստություն ունենան, գործերի մեջ հաջողություն ունենան եւ այլն։ Այսինքն Աստծո ներկայությունը մարդկանց մեջ, Աստծո մարդացումը բնավ այս նպատակը չունի։ Եվ դուք նոր կտակարանում, ավետարանում, հին կտակարանում չեք տեսնի որևէ մի հատված, որտեղ Աստված ասում է, այ ես գալիս եմ բնակվեմ ձեր մեջ, որպեսզի դուք ինչ գործ տնեք, լավ լինի այդ գործը, որպեսզի ձեր երեխեքը համալսարան ընդունվեն, լավ սովորեն, չգիտեմ, դուք երբեք չհիվանդանաք եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն ի սկզբանե Աստված մեր հետ ուխտ կապելուց, մեզ խոստում տալուց չի տալիս մեզ աշխարհիկ կենցաղային բարիքների խոստում։ Չի ասում մեզ, որ այ եթե դուք հավատաք ինձ, այս բոլոր խնդիրները դուք չեք ունենալու։ Աստված չի ասում մեզ, որ եթե դուք ինձ հավատաք, դուք չեք հիվանդանալու։ Չի ասում, որ եթե դուք ինձ հավատաք, ձեր հարազատները չեն մահանալու, դուք խնդիրներ չեք ունենալու, ձեր գործերը միշտ հաջողությամբ են ընթանալու եւ այլն եւ այլն։ Ուրեմն հին կտակարանում Աստծո մարդկանց կյանքում ներկայությունը մի փոքր այլ կերպ էր ընկալվում, եւ հարուստ մարդիկ, օրինակ Հոբի օրինակը չէ, մենք ունենք, ընկալվում էին որպես Աստծո օրհնության եւ շնորհի կրողներ, եւ մարդու հարստությունը, զավակներ ունենալը, գույք ունենալը ուղիղ համեմատական էր համարվում նաեւ Աստծո օրհնության եւ Աստծո շնորհի։ Բայց հին կտակարանյան այն անձինք, ովքեր հարուստ էին, եւ Աբրահամն էլ հարուստ էր, Հոբն էլ հարուստ էր, մնացած մեր նախահայրերն էլ հարուստ մարդիկ էին, Նոյն էլ ըստ էության հարուստ էր, նրանց հետ միևնույն ժամանակ ապրում էին շատ հարուստ մարդիկ, ովքեր Աստծո ընտրյալ ու Աստծո օրհնության կրողը չէին համարվում, ինչի համար, որովհետև այս մարդկանց հարստությունը նախ եւ առաջ Աստծո հետ լիակատար շփում ունենալու, Աստծո հետ շփման մեջ ազատություն ունենալու համար էր, որովհետև հեթանոսական միջավայրում անազատ մարդը չէր կարող ընտրել հավատը, չէր կարող ընտրել Աստծուն։ Ու դրա համար այս հարստությունը, նախահայրությունը տրվում էր այս մարդկանց նախ եւ առաջ նրա համար, որպեսզի իրանք ազատ լինեն Աստծուն պաշտելու մեջ։ Բայց մեզ համար հիմա շփոթ է առաջանում, որովհետև կարծես թե
Եթե Աստված կա ու Աստված գործում է մեր կյանքում, բայց մեր կենցաղային որևէ պայման դրանից ավելի լավը չի դառնում, ուրեմն ինչի մենք պիտի լինենք քրիստոնյա կամ ինչի պիտի փնտրենք ճշմարիտ Աստծուն։ Եվ այս հարցը աշխարհին ուղղված հարց է, որովհետև եթե ուշադիր լինեք, տեսեք մենք փառք Աստծո այսօր մեր եկեղեցին շատ բազմամարդ էր, հա, բայց մարդկանց մեծամասնությունը եկեղեցի չէր եկել Հիսուս Քրիստոսին դիմավորելու։ Եթե դուք իրան հարցնեիք էլ մարդկանց, հա, մեծամասնությանը, օրինակ ինչու եք դուք Ծաղկազարդին եկել եկեղեցի, մարդիկ կասեն, որ եկել են դե ճուղ վերցնելու, չգիտեմ, երեխաներին օրհնելու եւ այլն։ Այսինքն ոչ մեկ կամ լավ, մեղա Աստուծո, ոչ մեկ չէ, մարդկանց մեծամասնությունը չէր եկել Աստծուն փնտրելու, Աստծուն գտնելու, Աստծուն դիմավորելու, այլ եկել էր տեսանելի, նյութական ինչ-որ բան ունենալու իր մեջ։ Հիմա նախ ինչից է այս ամեն ինչը գալիս։ Տեսեք, Հիսուս Քրիստոս իր խոսքում շատ կարևոր շեշտադրումներ ունի, որ ասում է մեզ, որ ասում է իմ արքայությունը այս երկրից չի, հա։ Եվ Պողոս առաքյալն էլ ասում է, որ մենք երկնաքաղաքացիներ ենք։ Բայց մեր կյանքի մեջ, մեր ապրելու մեջ, մեր առօրյա խնդիրները լուծելու մեջ մենք մոռանում ենք, որ մենք երկնաքաղաքացի ենք։ Եվ անգամ այն մարդիկ, ովքեր Կիրակի օրը գալիս են պատարագների, ովքեր ժամանակ առ ժամանակ Սուրբ Գիրք են կարդում, իրենց առօրյայում իրենք որևէ բանով այլ մարդկանցից չեն տարբերվում, որովհետև իրանք էլ մտահոգվում են իրենց նյութի մասին, իրենց կենցաղի մասին, իրանք էլ տանջվում ու տառապում են այն բոլոր բաների համար, ինչով տանջվում ու տառապում են այն մարդիկ, ովքեր քրիստոնեությունը իրենցը չեն համարում կամ նոմինալ, անվանական ընդհանրապես քրիստոնյաներ են։ Եվ իրականում եկեղեցու մարդկանց մեջ լինելու ամենամեծ բարդությունը, ամենամեծ խնդիրը այն սրա մեջ է, որ եկեղեցին մարդկանց առօրյայում չի, քրիստոնեությունը մարդկանց առօրյայում չի, եւ մարդիկ ունեն կարծես թե մի տեսակ անձի երկփեղկվածություն, կամ մի տեղ որտեղ իրանք քրիստոնյա են ու կամ մի տեղ որտեղ այդ քրիստոնեությունը որևէ կապ չունի։ Եվ եթե տեսնենք, կարդանք մենք Նոր Կտակարանը, տեսնում եք Հիսուս Քրիստոս եւ առաքյալները չունեին անձի այս երկփեղկվածությունը, որովհետեւ Պողոս առաքյալը ինքը երբ որ կողով էր գործում, էլի Պողոս առաքյալներ, երբ որ Կորինթացիներին, Հռոմեացիներին նամակ էր գրում ինքը, էլի Պողոս առաքյալներ, երբ որ ձեռնադրում էր, էլի Պողոս առաքյալներ, նույն ձևի Հիսուս Քրիստոս էլ չկար մի տեղ, որտեղ ինքը Հիսուս Քրիստոս չէր, իսկ մի տեղ Հիսուս Քրիստոս էր, այ ինքը միշտ նույնն էր։ Եվ ուրեմն մեր առօրյա կյանքում էլ մենք այս խնդիրը ունենք, անընդհատ երկփեղկվածության, անընդհատ մի կողմ մի ժամանակ սենց լինելու, մի ժամանակ նենց լինելու, ու մենք ունենք մի շատ հետաքրքիր արդարացում, չէ, որ երբ որ մենք մեր կյանքում ինչ-որ բաներ ենք անում, ասում ենք, դե սա հավատի հետ կապ չունի։ Նախ եւ առաջ պետք է մտածել, թե արդյոք կան մեր կյանքում գործողություններ, որոնք մեր հավատքի հետ, Աստծո մեր կյանքում ներկայության հետ կապ չունեն։ Օրինակ, տեսեք Հիսուս Քրիստոս ասում է զգույշ եղեք ինչ եք լսում ու ինչ եք ասում։ Բայց հիմա այս կարևոր ցուցիչը հասկանալու համար Աստված մեր կյանքում ինչքանով է ներկա ու մենք Աստծո մեջ ինչքանով ենք ներկա։ Բայց մենք երբեք զգույշ չենք լինում, չէ՞, ինչ ենք լսում, որովհետև մեր սոցիալական էջերում հազարավոր տարբեր տիպի բաներ ա բերում ու մենք բոլորին հավասարապես ուշադրություն ենք դառնում, լսում ենք այդ ամեն ինչը ու մեր կյանքը մի տեսակ լցնում ենք սենց աղբով ու ինչն է ամենամեծ խնդիրը, որ մեզնից յուրաքանչյուրը ոչ միայն Աստծո իր կերպարն է ստեղծում, հա, այսինքն ինչ Աստծո ենք ուզում պաշտի, դրան զուգահեռ նաև ինքը լավի ու փրկության մասին սեփական պատկերացումն է սկսում ձևավորել, թե որն է փրկությունը, որն է մարդկանց համար լավը, ու ըստ էության իր կյանքը ապրելուց ինքը բնականաբար գնում է դեպի այս լավը, դեպի փրկությունը, մոռանալով, որ սա ոչ թե Աստծո կամքն, Աստծո խոսքն է, այլ այնա ինչ ինքն է իր համար արել։ Որովհետև տեսեք,
ինչ կապ ունի սա աղքազարդի հետ, հա, ու Քրիստոսի մուտքի հետ Երուսաղեմ։ Տեսեք, վերջի վերջո Քրիստոս երբևէ չի ասում, որ ես գալու եմ ու հրեաներին հռոմեական լծից ազատեմ, չէ՞։ Ինքը երբեք դες բան չի ասում, ընդհակառակը յուրաքանչյուր անգամ, երբ որ Քրիստոսին ուզում են տան քաղաքական դեր, քաղաքական նշանակություն, ինքը իրենց հերույ ավանում այդ քաղաքական դերը ու ասում է, որ ես այս աշխարհի մտահոգությունների մասին չեմ խոսում, երկնային բաներ եմ ձեր հետ խոսում։ Բայց միևնույնն է, բոլոր մարդիկ, անգամ իր կողքի գտնվող առաքյալները, Քրիստոսին անընդհատ բերում էին այս դաշտի մեջ։ Ու ինչի են մարդիկ անընդհատ բերում այս դաշտի մեջ, որովհետև մարդկանց համար անընկալելի է իրանց կյանքից, իրանց աշխարհայացից դուրս ինչ-որ մի բան տեսնելը։ Ու դրա համար, երբ որ մի բան շատ մեծ է իրանցից, երբ որ մի բան դուրս է իրանցից, մարդիկ էդի փորձում են փոքրացնել ու բերել իրանց դաշտ։ Բայց այստեղ խնդիրը գիտեք որն է, որ երբեք մարդը Աստծուն չի կարող սահմանափակել։ Աստված միայն ինքը իր կամքով սահմանափակվեց, տարածության ու ժամանակի մեջ մտավ, որպեսզի մեզ տանի այս տարածությունից ու ժամանակից դուրս։ Բայց երբ որ մենք ենք փորձում բռնի կերպով Աստծուն բերել այս տարածության մեջ, բերել այն շրջագծի մեջ, որը մեզ համար ընկալելի ու հասկանալի է, մենք սկսում ենք Աստծո անունը կապել այնպիսի երևույթների հետ, որոնք ըստ էության որևէ կապ չունեն քրիստոնեության հետ եւ որևէ կապ չունեն ընդհանրապես մեր գաղափարների հետ։ Տեսեք, ու մանավանդ ինչի է կարևոր այս թեման մանավանդ մեր երկրում, որովհետեւ վերջի տարիների մեր ժողովրդի հետ եղած արհավիրքները, պատերազմը ու այս անվտանգային բոլոր խնդիրները տարբեր տեղերում միշտ այ հայ ժողովրդի եւ Աստծո հարաբերությունների անընդհատ sense բանն են ստանում, չէ՞, ուրվագծումներն են ստանում ու ընդհանուր առմամբ բաժանվում են երկու ճյուղավորումների, այն մարդիկ, ովքեր մտածում են, որ Աստված սիրում է մեզ, Աստված պաշտպանում է մեզ, այն մարդկանց եւ այս երկրորդ խումբը ավելի եկեղեցականացված մարդիկ են, ովքեր մտածում են, որ մեր մեղքերի համար, մեր մեղավոր ընթացքի համար այս պատիժները մեզ գալիս են ու մենք պիտի համայնական ապաշխարության գնանք, դարձի գանք, որպեսզի այս բոլոր խնդիրները չլինեն։ Բայց ինչու են երկուսն էլ սխալվում, որ Աստծուն տալիս են այնպիսի գործառույթներ, ու Աստծուն ինչ ասեմ, օժտում են, հա, կամ իրանց մոտ գծում են Աստծո այնպիսի կերպար, որ Աստված չի ասում, որ ես տենց եմ։ Աստված չի ասում, որ ես էդ եմ ձեզ տալու կամ էդ ձեզ չեմ տալու։ Այսինքն մենք Աստծո փոխարեն որոշում ենք, թե Աստված ինչ պետք է տա մեզ, եւ Աստծո փոխարեն ասում ենք, այ եթե սենց անենք, էս էլ լինելու է մեր հետ։ Եվ բերում ենք Հինկտակարանյան անընդհատ դրվագները, Ելից գրքի դրվագները, Հեսուի գրքի դրվագները, մարգարեություններում հրեա ժողովրդի գերության մեջ գտնվելու այդ իրողություններն ենք մենք բերում եւ մտածում ենք, որ այ մարդու Աստծո հարաբերությունները հենց այս դրվագների մեջ են, բայց այստեղ մի կարևոր խնդիր կա, գիտեք, որ Աստծո ու մարդկանց ուխտը հին կտակարանում ու Աստծո խոստումը տրված մարդուն եւ Հիսուս Քրիստոսով տրված խոստումը իրանք տարբեր են իրարից։ Հիսուս Քրիստոս նոր խոստում տվեց մեզ եւ նոր պատվիրան տվեց մեզ, չէ՞, որ սիրենք իրար։ Այսինքն այս ամեն ինչը միախառնելով իրար հետ, մենք Աստծո ու մեր հարաբերությունները դարձնում ենք կուրքի հետ հարաբերություն, որովհետև մենք ճշմարիտ Աստծուն թողում ենք մի կողմ ու բերում ենք մեր պատկերացումները Աստծո ներկայության մասին մեր կյանքում։ Եվ մեր առօրյայում էլ, մեր ամեն մի գործողության մեջ էլ մենք ինչ-որ ռիտուալներ, ինչ-որ արարողություններ, ինչ-որ բաներ ենք անում, մտածելով, որ սա Աստծո հետ մեր հարաբերությունն է, բայց իրականում Աստծո հետ հարաբերության հետ դա ընդհանրապես կապ չունի։ Եվ այս նույն իրողության մեջ էին հրեաները,
որոնք մտածում էին, որ Ղազարոսին հարություն տված մարդը, մարգարեն, անպայման եկել է հրեա ժողովրդին փրկելու համար։ Եվ իրանք ոչ թե սպասում էին Աստծո ճշմարտությունը, այլ սպասում էին իրենց նպատակների, իրենց մտքերի, իրենց խնդիրների կատարմանը, բայց ինչն է հետաքրքիր։ Նայեք, մենք նման բան ունենք Ելից գրքում նկարագրված։ Ուրեմն Մովսեսի հետ հրեաները 40 տարի անապատում շրջեցին։ Եկան ու պիտի մտնեին արդեն ավետյաց երկիր, եւ ավետյաց երկիր մտնելու շեմին, երբ որ պիտի մտնեին արդեն ավետյաց երկիր, ինչ էին ասում հրեաները, ասում էին մենք պետք է գնանք Եգիպտոս, որովհետև այնտեղ մենք միս ենք ուտում, հա? Այսինքն անգամ մարմնական ազատագրման ժամանակ, երբ որ մարմնական ազատագրում պիտի ունենար Աստծո ժողովուրդը, մարդիկ ուզում էին կենցաղային բարեկեցությունը եւ Աստծո ներկայությունը իրենց ներսում տեսնում էին ոչ թե ազատության մեջ, ոչ թե ճշմարտությունը տեսնելու մեջ, այլ կենցաղային բարեկեցության մեջ։ Եվ հիմա մենք էլ, սիրելիներս, Աստծո ներկայությունը եւ հոգեվորությունը մեր ժողովրդի, մենք փորձում ենք չափել կենցաղային բարեկեցությամբ։ Ինչքան որ մենք կենցաղային առումով բարեկեցիկ ենք, այնքան Աստծո օրհնությունը ունենք մեր մեջ։ Բայց ինչ մի հետաքրքիր բան կա, որ կենցաղային բարեկեցիկ երկրներում ու ժողովուրդների մոտ Աստծո մասին խոսույթը շատ քիչ է ավելի, քան այն ժողովուրդների մոտ, ովքեր տարբեր փորձությունների ու դժվարությունների առաջ են կանգնում։ Եվ ինչի է այս ամեն ինչը այսպես, որովհետև մենք անընդհատ փորձում ենք մեր համար նոր կուռքեր սարքել։ Մի հետաքրքիր բան կա Ելից գրքից էլի, երբ որ Մովսեսը գնաց Սինա լեռ ստանալու 10 պատվիրանները, մնաց Ահարոնը, որ քահանան էր, չէ՞, այնտեղ, մնաց Մարիամը, որ մարգարեն էր ու քույրն էր Մովսեսի, քույրն ու եղբայրը, ամենամոտ հարազատները Մովսեսի, որ ճանաչում էին իրան։ Ինչ արեցին այս մարդիկ, ասացին բերեք ոսկեղենը, ձուլենք ու ոսկե ցլի կուռքը սարքենք։ Եվ ինչ ասեց Ահարոնը, ասեց ահա Իսրայել, սա այն Աստվածն է, որ քեզ Եգիպտոսից հանեց։ Ուղղակի Մովսեսը գնացել էր ստանալու 10 պատվիրանները, ու այդ ժամանակամիջոցում այս ժողովուրդը ուզեց իր սպասումները արդարացնող մեկին, ոչ թե Աստծո ճշմարտությունը եւ Աստծո խոսքը։ Եվ այս առումով, սիրելիներս, ինչու է Հիսուս Քրիստոս փարիսեցիներին կան խիստ քննադատության ենթարկում, որովհետև փարիսեցիների ամենամեծ խնդիրը այն չէր, որ իրանք, չգիտեմ, կարծրացրել էին իրենց սրտերը եւ այլն, այլ այն էր, որ իրանք մատուցում էին մարդկանց ոչ թե ճշմարիտ Աստծուն, ոչ թե ճշմարիտ Աստծո խոսքը, այլ Աստծո մասին սեփական պատկերացումը, եւ սա փորձում էին մատուցել, ներկայացնել որպես ճշմարիտ Աստված։ Եվ ուրեմն Հիսուս Քրիստոսի փառավոր մուտքը Երուսաղեմ եւ ծաղկազարդը նախ եւ առաջ ճշմարիտ Աստծուն մեր մեջ ընդունելու մասին հիշողությունն է եւ տոնումը ճշմարիտ Աստծուն մեր մեջ տոնելու, որովհետեւ տեսեք, Էշով մտնող թագավորը ինքը արդեն ոչ մի թագավորի մասին ոչ մի պատկերացման մեջ չմտնող կերպար է, որտեղ յուրաքանչյուր մեկին, երբ որ մենք ասում ենք թագավոր, մենք չենք պատկերացնում մեկին, ով էշի վրա է նստած, հա? Մենք պատկերացնում ենք որ զոր, պատկերացնում ենք զենքեր, զորություն ենք պատկերացնում, բայց այստեղ մենք ասում ենք ճշմարիտ թագավոր, մենք ասում ենք փրկիչ ու տեսնում ենք մեկին, ով ուղղակի էշի վրա նստած է գալիս։ Եվ շատ ժամանակ ճշմարիտ Աստծուն մենք մեր կյանքում չենք կարողանում ընդունել նրա համար, որովհետև Աստծո մասին մեր պատկերացումը ու ճշմարտությունը չեն զուգորդվում իրար հետ, որովհետև շատ ժամանակ մենք ոչ թե փորձում ենք փնտրել ճշմարտությունը, այլ ճշմարտություն ենք համարում այն ամենը, ինչ մեր պատկերացումներին է համապատասխանում։ Եվ շատ ժամանակ հարցում են, օրինակ ասում են, ինչի այս երկրում այսքան աղանդներ կան, չէ՞,
Ինչի են մարդիկ այս կոմենտ ուղղում, որովհետև այդ մարդիկ ոչ թե ճշմարտությունն են փորձում գտնել, այլ փորձում են գտնել իրենց պատկերացումներին համապատասխան մի տեղ։ Եվ յուրաքանչյուր անհամապատասխանություն իրենց պատկերացումների հետ մարդիկ ոչ թե մեկնաբանում են այն ձևով, որ իրանք պիտի աճեն դա անկալելու համար, այլ մեկնաբանում են, որ ուրեմն էսի ճիշտ չի, որովհետև սա ես չեմ ընդունում։ Ուրեմն սիրելիներս, իրականում ինչի մասին ես խոսում եմ, սա ընդամենը մի խոսակցության նյութ չի, այլ բավականին լայն ծալքեր ունեցող, հա, նյութը, բայց այստեղ խնդիրը այն է, որ մեր ցանկությունները, թե մենք ինչ ենք ուզում Աստծուց, ձևավորում են նաև Աստծո մասին մեր պատկերացումները։ Եվ վերջի վերջո, ինչով է քրիստոնյան տարբերվում հեթանոսից։ Տեսեք, երբ որ մենք ճանաչում ենք ճշմարտությունը, ճանաչում ենք Աստծուն, եւ մեր ճանաչողությունից ենք բխեցնում երանությունը մեր, մենք կանգնում ենք Աստծո ճշմարիտ ճանապարհի վրա։ Բայց երբ որ մեր կարիքներն են ձևավորում Աստծո կերպարը եւ մենք փորձում ենք մեր կարիքներին համապատասխան մի հատ Աստված ունենալ, այս ժամանակ մենք գնում ենք հեթանոսական մտածելակերպի մեջ, որտեղ վերջի վերջո ինչ հետաքրքիր բան կա, չէ՞, իրարից անկախ ապրող բոլոր ժողովուրդների մոտ հեթանոսական դիցերը միևնույն ֆունկցիաներ ունեին գրեթե, հա, կայծակ, պտղաբերություն, ջուր եւ այլն եւ այլն։ Ինչի էին այս դիցերը ձևավորվում, որովհետեւ մարդիկ ունեին բնական կարիքներ, հա, սնվելու, չգիտեմ, բերքառատության եւ այլն, եւ իրանց կարիքների տակ իրանք ստեղծում էին այդ կուրքերը, այդ աստվածություններն էին ստեղծում իրանց համար։ Եվ մենք էլ, երբ որ ապրում ենք այս կատեգորիայով, հա, օրինակ մենք ասենք, չգիտեմ, մենք շատ աղոթենք, որպեսզի մենք պատերազմում հաղթենք, չգիտեմ, շատ աղոթենք, որպեսզի մեր երկրի անվտանգային խնդիրը լուծվի եւ այլն։ Երբ որ մենք այս ամեն ինչն ենք անում, տեսեք, ըստ էության առաջի հայացքից թվում է ինչ վատ բան կա, չէ՞, մենք ասում ենք շատ աղոթենք։ Բայց այստեղ խնդիրը այն է, որ մենք աղոթելուց բացի մենք պիտի աղոթենք նրա համար, ինչը ճշմարտությունն է։ Այսինքն աղոթենք այն ամեն ինչի համար, որ Աստված է մեզ ասում, որ մենք պիտի ուզենք։ Սա է ճշմարիտ աստվածպաշտությունը, ոչ թե Աստծուն բերել ու ստիպել քո կարիքները լուծել, հա, քո կարիքներով ապրել, քո կարիքների մեջ լինել, այլ ինքդ Աստծո ճշմարտությանը ձգտել ու նայել։ Եվ ցավոք սրտի մարդկության պատմության ընթացքում քրիստոնեությունը առաջի դարերում հենց այսպես էլ ներկայանում էր, որպես ժողովուրդ, որպես մարդիկ, ովքեր Հիսուս Քրիստոսի ճշմարտությունն էին փառաբանում, փնտրում, գտնում եւ ապրում։ Բայց աշխարհը մեզ դարձրեց հետագայում հրյաների պես, հա? Ու մենք սկսեցինք մեր կարիքների տակ փորձել ձևակերպել Աստծո ներկայությունը։ Ու տեսեք, այս մեր պատկերացումը նաև մեծ կապ ունի պահեցողության շրջանի հետ, ընդհանրապես ու պահքի հետ։ Ես միշտ մտածում եմ, ինչ է պետք խոսելու այս պահքի պատմական զարգացման մասին ու ծաղկազարդի մասին խոսելու այս պատրաստվելու, հա, ձեր այդ խոսակցությանը, մտածեցի, որ նաև շատ վառ օրինակ է նաև պահեցողության շրջանը հասկանալու, թե պատմականորեն ոնց է եկել։ Ուրեմն ի սկզբանե քրիստոնեական համայնքներում առաջի դարերում պահեցողության օրեր չեն եղել, ընդհանրապես։ Ինչի, որովհետև Հիսուս Քրիստոս ասում է, չէ, քանի Փեսան հետնա, պիտի ծոմ ու սուգ չպահեն։ Բայց հետագայում, երբ որ հրյաները, Պաղեստինի տարածքի մասին եմ սա խոսում, երբ որ հրյաները, այն հրյաները, ովքեր դառնում էին քրիստոնեությանը, ընդունում էին քրիստոնեություն, ինչ էին ասում հրյաները, ասում էին դուք գնում եք քրիստոնյա դառնալու, որովհետև քրիստոնյա լինելը հեշտ է, այսինքն ոչ ծոմ եք պահում, ոչ ես եք անում, ոչ են եք անում, ոչ պահք եք պահում,
այ հրյա լինելը դժվար է, որտեղ պիտի ծոմ պահես 613 օրենք պիտի պահես եւ այլն, դուք դրա համար եք գնում, ու իդեպ ասեմ, մենք էլ, մեր եկեղեցում էլ շատ ունենք այդ մոտեցումը, շատ մարդիկ ովքեր գնում են այս կամ այն հարանվանություն կամ աղանդ, մենք ասում ենք, այնտեղ հեշտ է, դրա համար են իրանք այնտեղ գնում, այնտեղ այդ երկար արարողություններ չկա, դրա համար են իրանք այնտեղ գնում։ Եվ հրեաներն էլ նույն բանն էին ասում այդ քրիստոնյաներին առաջի, ովքեր դառնում էին, եւ քրիստոնյաները ուզեցին, որպեսզի տենց չմտածեն իրաց մասին, չմտածեն, որ իրանք գնում են քրիստոնյա են դառնում զուտ նրա համար, որտեղ այնտեղ ավելի հեշտ է։ Եվ հրեական սովորության մեջ, փարիսեցիական սովորության մեջ, հետո քրիստոնյաները Հիսուս Քրիստոսի նմանողությամբ սկսեցին, ինչպես Հիսուս Քրիստոս իր կյանքի ընթացքում 40 օր պահեց, ծոմ պահեց, նույն ձևի նաև ընդունված էր, որ ամեն քրիստոնյա իր կյանքի ընթացքում գոնե մի անգամ 40 օր ապրի այս պահեցողությունը։ Բայց քանի որ պատերազմները, հիվանդությունները շատ էին, ու ոչ մեկ չգիտեր, թե երբ կմեռնի ինքը, երբ կլինի այդ իր կյանքի վերջը, հա, ամեն տարի այս արարողությունը կար, ամեն տարի այս պահեցողությունը կար։ Հովան Ոսկեբերյանը պահքի մասին շատ լավ ճար ունի, որ շատ օգտակար է յուրաքանչյուրի համար։ Ուրեմն նայեք, պահքը օգտակար ու կարևոր այն ժամանակ միայն, երբ որ դու պահքին լուրջ ես մոտենում։ Եթե պահքին դու մոտենում ես որպես հերթական ինչ-որ մի բան, ինքը ոչ մի նշանակություն չունի։ Տեսեք, որովհետև ցավոք սրտի ժամանակակից պահեցողության մասին մեր մտածումները լրիվ հակադիր են այն սկզբունքներին, որոնց համար այդ պահքը ամեն տարի քրիստոնյաները պահում էին։ Նախ եւ առաջ պահքը նրա համար էր, որպեսզի մարդիկ սնունդի մասին այդ 40 օր ավելի քիչ մտածեն։ Բայց հիմա մարդիկ պահք են պահում, բայց ամբողջ օրը մտածում են, թե ինչն է պահքային ուտել կամ չուտել, հա, կամ չգիտեմ, միսն ու չեն ուտում, բայց sense ավոկադոյով եւ եսի միջով sense ինչ-որ մի բան են ուտում, ու ավելի երկար ժամանակ են ծախսում այդ սնունդը պատրաստելու, ճաշակելու վրա, քան թե ասենք ուղղակի ինչ-որ նրբերշիկ խաշեին ուտեին, հա։ Ու Հովան Ոսկեբերյանը իր ճառում էլի մի լավ բան ասում, թե ոնց պետքա պահք պահել։ Ասում է, վերցնում ես առանց կենդանական սնունդ քո ուտելիքը, օրինակ, չգիտեմ, սիսեր ես խաշում ուտելու, ու հաշվում ես, որ եթե սիսերի հետ լիներ, ասենք, տավարի միս, լիներ պանիր, լիներ էս, լիներ, ինչքան կարժենար քո վրա հետ, ու այդ գումարը, որը պիտի դու տայր այդ առնելու համար, տալիս ես աղքատներին։ Դու ուտում ես քո սիսերը, հա։ Այսինքն պահքի նպատակը ողորմությունն էր նաև, որտեղ պահեցողությունը ինքը երկու հենարան ունի՝ սակավապետությունը եւ ողորմությունը։ Եթե չկա այս երկուսից մեկը, այդ արդեն պահքի հանդեպ լուրջ չի վերաբերմունքը։ Ուրեմն ու ինչն է այստեղ խնդիրը։ Վաղ եկեղեցում հարցը կենթանական զուտ սնունդից հրաժարումը չէր, հա, որ ասենք միշտ չուտեն, ուստեղ բնավ սպանության բան, հետագայում կան իհարկե մենք հայրեր ունենք, որ դրա մասին խոսում են, բայց ես պատմական ակունքների մասին եմ խոսում։ Պահեցողությունը նրա համար չէր, որպեսզի կենդանի չսպանեն այդ ժամանակ եւ այլն, բնավ դրա համար նախատեսված չէր, այլ նախատեսված էր նախ եւ առաջ սննդային առումով, նախ եւ առաջ նրա համար էր նախատեսված, որ գարնանային այդ ընթացքում նոր ծլող բույսերը շատ ավելի քիչ էին նաև եւ եթե ձմեռվանից մնացել էին տարբեր պահածոներ եւ այլն, որ ձմեռը պահում էին մարդիկ, նաև այդ այսինքն ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի մարդկանց կյանքում, մարդկանց օրվա մեջ մարդը չմտածեր ամբողջ օրը թե ինչ է ուտում։ Եվ հիմա շատ ժամանակ, երբ որ օրինակ ուսանողները եւ այլն գալիս են ասում են, ասենք, այ պահքի ժամանակ ես կարելի է, ես այդ մարդկանց միշտ խորհուրդ եմ տալի, որ կերեք այն, ինչ ձեր համար արագ է լինում, հա, պահքը այդ կլինի։ Այսինքն, որ դուք չդնեք ժամերով մտածեք, որ
այ եթե ես ուտեմ այսպեսի պահոցը, հիմա չգիտեմ, օրինակ մարդկա հիմա մտածում եմ, տեսեք, մակարոնեղենը ամենահեշտ պատրաստվող բաներից մեկն է, հիմա մարդկա ասում է, հիմա պիտի ուտենք, սրա մեջ ձու կա, թե չպիտի ուտենք, սրա մեջ ձու կա, ուրեմն ավելավ է պիտի ուտել, քան թե 3 ժամ մտածել քո ուտելիքի մասին, հա, ուրեմն հետագայում նաև եկեղեցում պահեցողության 2 շրջանել ավելացավ, հա, Սուրբ Ծնունդից առաջ եւ վերափոխման տոնից առաջ։ Եվ ինչի համար էին այս պահեցողությունները, որովհետեւ տեսեք, ինչքան մարդու կյանքում հոգեվորը քչանում է, այնքան առաջանում է անհրաժեշտություն ավելի հնարավորություն տալու այդ մարդուն ապաշխարության, ավելի հնարավորություն տալու ինքնաանդրադարձի։ Ինչքան շնորհը շատ է լինում, այնքան այդ ամեն ինչի կարիքը մարդը չի ունենում։ Եվ վերջի վերջո տեսեք, ծեսը, հա, եկեղեցում ինքը առաջի դարից մինչև հիմա ինքը գնալով երկարում է։ Ու ինչի է երկարում, որովհետև առաջինից 4-րդ դարերի այդ քրիստոնյաները իրանք քանի որ ապրում էին այդ ամեն ինչի մեջ, իրանք պետք չէր տրամադրվել դրան, իրանք պետք չէր անընդհատ լսել դրա մասին, որովհետեւ մի բան գոնե կարողանան տանել, որտեղ ինչպես էլի ասել եմ, Տերտուլիանոսը 2-րդ դարում դեռևս ասում էր մեզնից յուրաքանչյուրը կարող է դևերին հրամայել եւ նրանք իրենց անունները կասեն։ Այսինքն ամեն մի քրիստոնյա ինքը իրանով այս հոգետեսությունը ուներ, այդ շնորհները ուներ, իսկ մեր ժամանակներում, քանի որ մենք սպասում ենք ոչ թե էշով եկող թագավորին, այլ սպասում ենք ինչ-որ բանի, փոփ արտիստի, չէ՞, այդպես հարահայտ բան, ինչ-որ փայլ փլումբան եւ այլն, եւ ըստ էության ժամանակի հիմա թագավորները, ժամանակի ամենացանկալի մարդիկ, դրանք տարբեր աստղերն են։ Եվ շատերը Հիսուս Քրիստոսին հիմա որ պատկերացնում են այդտենց մի հատ բանի երգչի, դերասանի կամ եսի ինչի պես, հա, տենց այդ միջավայրում են պատկերացնում, այդ ձևով են պատկերացնում, չգիտեմ, ինչ-որ հրապարակ կամ ստադիոն Քրիստոս դիմացը կանգնած խոսում է, բան եւ այլն, այդ ձևով են պատկերացնում Քրիստոսի երկրորդ գալուստը։ Եվ մենք էլ ու այս մեր պատկերացումը նաև մեր պահեցողությանն է անդրադառնում, հա, որովհետև մեր համար էլ պահեցողությունը դառնում է ընդամենը մի ծիճկա, որը մենք պիտի դնենք, եւ ընդամենը մեր պատկերացրած Աստծուն ինչ որ զոհաբերություն, հա, որովհետև վերջի վերջո, այս էլ ամենակարևոր թեմաներից է, պահեցողությունը այդ զոհաբերությունն է, նախ եւ առաջ, հա, ու ինչն ենք մենք զոհաբերում, մենք զոհաբերում ենք մեր արատները, ու մենք զոհաբերում ենք այն ժամանակը, որ մենք առհասարակ ծախսում ենք այն բաների վրա, որոնք Աստծո հետ կապ չունեն, որովհետեւ դա նվիրենք Աստծուն։ Իսկ եթե մենք օրինակ ասենք, չգիտեմ, անգամ եթե սնունդին քիչ ժամանակ ենք տալի, բայց դրա փոխարեն ոչ թե Աստծո աղոթում ենք, Աստծո խոսքն ենք կարդում կամ լսում, այլ ուղղակի ասենք TikTok-ում 2 ժամ եւս ավել ենք անցկացնում այդ խնայված ժամանակից, իհարկե, դա էլի անլրջություն կա իր մեջ։ Ուրեմն սիրելիներս, այսօրվա մեր խոսակցությունը Աստծո ճշմարտությունը տեսնելու համարձակության մասին է, որովհետև մեզնից յուրաքանչյուրը պիտի մի բան իր մեջ նայի ու հասկանա, թե այն Աստված, ում ինքը մտածում է, որ հավատում է, ճշմարիտ Աստված է, թե իր պատկերացրած ինչ-որ բան է, դից է ուղղակի։ Եվ պետք է մենք հասկանանք, որ շատ ժամանակ մարգարեներին եւ այն մարդկանց, ում հետ Աստված խոսում էր հեշտակների կամ այլ բաների միջոցով, դուր չէր գալի Աստծո ասածը։ Հովնան մարգարեին դուր չէր գալի, որ ինքը պիտի գնա նինվեացիներին ասի, որ ապաշխարեք։ Մովսեսին դուր չէր գալիս, որ ինքը պիտի գնա Ռամզեսի հետ խոսի, հա, բայց ոչ Հովնանը, ոչ Մովսեսը չասեցին, լավ դե դու որ ինձ ես ասում, ես գնամ Բահաղին պաշտեմ։ Ուրեմն, երբ որ մենք տենում ենք ճշմարտությունը, ուզում ենք Աստծուն տեսնել, մենք պիտի նաև այդ համարձակությունը ունենանք անելու բաներ,
որոնք մեզ միգուցե դուր չեն գալիս, բայց որոնք Աստծո կամքի մեջ են։ Դաշնանալի